Ինչու Աստված արգելեց գողանալ։ Ցանկացած արգելք հետապնդում է որոշակի նպատակ։ Աստված միայն գողանալու մասին արգելքը չասեց։ Աստծո արգելքը բոլոր այն բացասական երևույթների մասին, որոնք որ գոյություն են ունենում մարդու կյանքում։ Ամենառաջին արգելքը մենք գիտենք, չուտեքներ, որից հետո մարդը զրկվեց անմահությունից, դարձավ մահկանացու եւ այլևս չարի անմիջական ներգործության ներքո ինքը սկսեց ապրել։ Մի գողացիրը դա նշանակում է, որ դու չես բավարարվում այն ամենով, ինչ որ Աստված քեզ տվել է։ Եվ բնականաբար չբավարարվելով ցանկասիրությամբ ուզում ես ունենաս այդ։ Չես կարող ունենալ արդար վաստակով, փորձում ես անարդար կերպով ունենալ։ Թե մի գողացիրը, թե մի սուդվկայիրը, թե դիմացինի ունեցվածքը մի ցանկացիր, այդ բոլոր պատվիրանները գալիս են մեկ երևույթի պակասությունից, սիրո պակասությունից։ Որովհետև Քրիստոսին երբ որ հարցեցին, թե որ պատվիրանն է ամենակարևորը, Քրիստոս չթվարկեց տասնաբանյայից պատվիրաններ, նա պարզապես ասեց սիրիր քո ընկերոջը, իբրև քո անձը, եւ երկրորդը սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ, ամբողջ կարողությամբ, այս երկուսը պահելով ամբողջ օրենքը կպահես։ Նշանակում է, եթե մենք սիրում ենք մեր ընկերոջը, իր անձի մեջ տեսնում ենք աստվածային ներկայությունը, ապա մենք չենք ուզենա մեր ընկերոջից գողանալ, ցանկանալ նրա ունեցվածքը, նրա կնոջը, մեկը մյուսը։ Երբևէ տեսել ես, երբ որ մայրը զավակից գողանա, ինչու՞, որովհետև սիրում է, ամենացորդ կերպով։ Անգամ մարդկանց մեջ կա թերություններ, երբեմն գուցե հանդիպենք, որ ծնողը զավակից գողանա, զավակը ծնողից, ինչ դրդապատճառներից ելնելով։ Բայց մենք ունենք կատարյալ մի օրինակ, այն է մարդ եւ Աստված հարաբերությունները։ Երբևիցե Աստված գողացել մարդուց, բնականաբար ոչ։ Այստեղ նաև կարող ենք հիշել ավետարանական մեկ այլ խոսք. եղեք կատարյալ ինչպես երկնավոր ձեր հայրն է կատարյալ։ Նշանակում է այս ամենը զուտ ոչ միայն կոչ էր, որպեսզի մարդը սրբանա, այլ այն ամեն ինչ որ Աստծո մեջ կա կատարյալ, այդ ամենը մարդը վերցնի իրեն, տեղափոխի իր անձի մեջ։ Գուցեև չկարողանա, բայց ձգտումը դեպի այդ կատարելության ինքնին արդեն մարդուն փոխում է։ Եվ ամենակարևորը, եթե սերը կա, ապա դու չես գողանա, որովհետև դու զրկում ես ուրիշին, մի զրկիր ուրիշին, եւ մեղքը ծնում, որովհետև քո գողությունը ծածկելու համար դու պետք է ստես, դու պետք է վիրավորես, դու պետք է հայհոյես եւ այլն, այսպես շարունակ։ Եվ ցանկացած մեղք ունի այդ շրջանաձև հետևանքը։ Իզուր չէ, որ ասվածը մեղքը մեղք է ծնում։ Մեղքը միայնակ չի գալի, մեկ մեղանչումով, ոչ, շարասյուն է, երկար ու ձիգ։ Մեղք է արդյոք, եթե մեկը փրկության համար գողություն անի։ Ինչի փրկության համար։ Որևէ փրկության համար, օրինակ, ինչ որ մեկը հիվանդ է եւ ընկերը որոշում է գողություն անել, որպեսզի բժշկության գումար հայթայթի։ Գիտեք, մարդկայնորեն դա շատ արդարացնում են մարդիկ։ Ես իմ համար չարեցի, ես արեցի, որպեսզի նա փրկվի։ Բայց արդյոք այս պարագային անհուսությունը չի քեզ դրդում այդ քայլին։ Անհուսություն աստվածային հրաշքի, անհուսություն Աստծո ներգործության, անհուսություն նախախնամության նկատմամբ, երբ որ դու ամբողջությամբ հույսը դնում ես Աստծո վրա, քո հավատքը կատարյալ է, բնականաբար այդ ամենին դու չես գնա այդ քայլին։ Հիշում եք Քրիստոս ինչպես էր բժշկության։ Նա Աստված էր, նա կարող պարզապես մատի մեկ շարժումով բոլորին բժշկել, անգամ մատն չշարժեր, ուղղակի մտքով ասել եւ մարդը բժշկվում էր։ Բայց ինքը հարց էր տալի. հավատում ես, որ բժշկվելու ես։ Ու մարդը ասում էր, այո, հավատում եմ։ Դու բժշկված ես, վերջ։ Նշանակում է, որ այս պարագաներում երբեմն անհավատության արկայությունն է, որ մեզ խանգարում է։ Հավատքի պակասն է, անհուսությունն է։ Եվ վերջիվերջո մենք պետք է նաև գիտակցենք հետևյալը. երբեմն հիվանդությունները տրվում են Աստծուն ճանաչելու համար։
Երբեմն մարդու ժամանակը մոտեցել է եւ այլևս այդ հիվանդությունը անբուժելի դառնում է միջոց, որպեսզի ուրիշներ այդ հիվանդության միջոցով ծառայելով մաքրագործվեն, որովհետեւ այսպես թե այնպես, եթե մենք գիտակցենք, որ այս կյանքը անցողիկ է, ցանկացած մահ մեզ համար դառնում է ոչ թե ողբերգության եւ անհուսության սկիզբ, այլ վերածննդի սկիզբ։ Դա նույն բանը, ինչ որ դու ողբաս, որ ծորենի հատիկը հողի մեջ փտեց եւ որոշ ժամանակ հետո անեացավ, բայց այդպես չէ, նա նաեւ նոր հասկի ծնունդ է տալու։ Եթե մենք դիտարկում ենք այս ամեն ինչի արկայությամբ, մենք հասկանում ենք, որ անգամ մարդու փրկության համար գողությունն էլ նույն մեղքն է։ Այո, դի գողացողն էլ է գող, ձու գողացողն էլ է գող։ Գողությունից հետո ինչ է սպասվում գողին։ Ցանկացած մեղքի պատիժը գոյություն ունի, եթե մարդ չի զղջում իր կատարածի համար, բայց զղջումից բացի նաև կա ապաշխարության շրջան, հատուցման շրջան։ Եթե դու գնացել, գողացել ես եւ զղջացել ես իրոք եւ եկել ես քահանայի մոտ խոստովանել ես, ապա հաջորդ փուլը պետք է լինի վերադարձ այն ամեն ինչ որ դու տարել ես, հատուցումը քո գործած արարքի, որից հետո նոր քեզ կտրվի թողություն քահանայի կողմից։ Եվ այդ դեպքում միայն կմաքրագործվի քո մեղքը քեզանից, կմաքրվի, որովհետև մեղք գործում են բոլորը, բայց Աստված ներում է նրանց, ովքեր զղջում են իրենց արածի համար։ Պետրոս առաքյալը ուրացավ Քրիստոսին, գրեթե հավասարվեց Հուդային։ Չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ ով է նա։ 3 անգամ եւ ակլորը կանչեց եւ նա դուրս եկավ եւ լաց եղավ։ Լաց եղավ զղջումով։ Եվ հետո 3 անգամ Քրիստոս ասաց. Պետրոս, սիրում ես ինձ։ Եվ 3 անգամ ասաց. այո, գիտես, որ սիրում եմ։ Եվ սա կայացման ընթացքն էր, ներման եւ ոտքի կանգնելու վերստին։ Պարզապես պետք է զղջում։ Տեր, այսօր մենք տեսնում ենք ամենուր գողություններ են կատարվում, արդյոք գողացողը կարծես թե ընկերություն է անում չարի հետ։ Արդյոք օր է գալու, որ ինքը անպայման հատուցելու է դրա համար։ Յուրաքանչյուր չարագործ, մեղսագործ, քանի դեռ չի զղջացել եւ չի հեռացել իր ճանապարհից, այո, ինքը պատասխան է տալու։ Երբեմն այդ պատասխանը նաեւ երկրային կյանքի ընթացքում է լինում։ Աստված այդ մարդու օրինակով, նրան հասած պատուհասների օրինակով ցույց է տալի, թե ինչ կլինի, եթե դու հեռանում ես ճշմարտությունից լույսից։ Բոլոր մարդիկ ունակ են մեղք գործելու եւ գործում են որոշ մասը։ Մյուս մասը վախենում է, որ իրենց արարքը հայտնի կդառնա մարդկանց եւ միայն չխայտարակվելու այդ խնդիրը իրենց ետ է պահում այդ արարքը գործելուց։ Բայց եթե մարդը վստահ լինի, որ ոչ ոք չի իմանա երկրավոր ապրողներից, հարևանը, ընկերը, բարեկամը, ինքը կանի այդ արարքը։ Նշանակում է հասարակությունը հեռացել է այն գիտակցությունից, որ Աստված ամենուր եւ ամեն վարքյան մեզ հետ է։ Եվ մարդը դադարել է Աստծուց ամաչելուց։ Սա է պատճառը, որ այդ մեղքը եւ մյուս մեղքերը շատացել են։ Այսինքն մարդուն պահում է մեղք գործելուց ոչ թե այն գաղափարը, որ Աստծուն դա հաճելի չէ, այլ այն գաղափարը, որ ինքը կարող է խայտարակվել։ Եվ սա ցավալի է։ Ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ծրագրել են գողություն անել վաղը կամ 1 ամիս հետո։ Դա ձեզ չի փրկելու։ Որքան է շատ գումար գողանաս, այն վերջ-վերջում վերջանալու է։ Որ ինչ որ մի բան գողանաս, որ ապրուստդ վայելես, փորձես դառնով ապրուստդ կառուցես քո կամ քո ընտանիքի, նույնպես դա վերջանալու է։ Բայց մեղքը հոգու վրա դաջված մնալու է։ Եվ հույսդ մի կապի, որ գողանաս զղջաս կներվես, գողանաս զղջաս կներվես, այդպես չի աշխատում։ Այո, կներվես, եթե բացի զղջումից լինի նաև հատուցում եւ որոշում այդ կյանքից եւ այդ քայլից հետ դառնալ մշտականապես։ Մի փորձեք Աստծուն։ Եթե մարդը չի հավատում Աստծուն, տվյալ գողը չի հավատում Աստծուն, ապրում է երկրային կյանքով, արդյոք նա ապահովագրված է տարատեսակ վտանգներից, որը որ պատուհաս է դառնալու իրեն։ Քաղաքացիական օրենքի մեջ այսպիսի բան կա, օրենքի չիմացությունը չի ազատում քեզ պատասխանատվությունից։ Աստծուն չհավատալը մարդուն չի ազատագրում, որ այդ արարքը մեղք որակվի։
Պարզապես ինքը ավելի վատ վիճակում է, քան թե հավատացյալը, որովհետև Աստծո գթությանը սիրուն չապավինելով, ինքը շարունակելու է այդ ընթացքը եւ կործանելու իր հոգին։ Իսկ հավատացյալ մարդը, որ չգիտես ինչ պատճառներով մեղք է գործել, թեկուզ գողություն եւ կամ ուրիշ բան, ինքը այնուամենայնիվ գիտակցում է, որ Աստված սիրող հայր է եւ ամբողջական զղջումով, ապաշխարությամբ նա կարող է մաքրել այդ մեղքից եւ վերստին սպիտակ պատմուճան հագած, ինչպես անառակ որդին Աստծո մոտ ընդունելություն գտնի։ Իսկ եթե մեկը իմանալով, որ ապրանքը գողացված է եւ գնում է, արդյոք մեղքի գործում։ Նա մասնակիցն է դառնում։ Մասնակից այդ հանցավոր ընթացքի, որովհետեւ գիտակցելով, որ դա գողացված է եւ դու չհորդորես մարդուն հետ կանգնել այդ ճանապարհից, այլ ընդհակառակը քո գումարը, որ տալիս ես իրեն խրախուսում է նրան եւ ուժ թև է տալի, որ մյուս անգամ եթե նմանատիպ բան լինի, դու էլի կգնես ին մոտից եւ կամ մեկ ուրիշը կգնի, վերստի նրան մղում է այդ չարարարքին։ Եվ բնականաբար այդ անձով վերցնում է ինքը, եթե գիտի, ինքը հանցակից է դառնում դրան։ Իսկ կարող է օրինակ այս մեղքի պատճառով տարբեր տեսակի հիվանդություններ դիպչեն մարդուն, հարազատներին օրինակ։ Կարող են, ամեն ինչ հնարավոր է, բայց դա ոչ թե Աստված է այդ հիվանդությունը տալու, այլ չարն է պատժելու, որովհետև չարը երբեք մարդու համար բարիք չի նախատեսում։ Ինքը չի կարող իր էությունից ելնելու, նա չի կարող բարիք գործել։ Ընկերացել ես ինձ հետ, ես էլ որոշեցի քեզ։ Այո։ Բայց դա այնպես է անելու չարը, որ մարդը չհասկանա, որ դա չարից է կամ Աստծուց է, չգիտեմ, կարող է ոչ իման չլինել, բացարձակապես։ Եվ թերևս ավելի երկրորդ տարբերակը ավելի շատ լինի, որպեսզի չարը թույլ չտա, որ այդ մարդը ինչ-ինչ խնդիրների մեջ ընկնի, փայփայի իր մեղավոր արբանյակին, որպես ինքը ավելի շատ մեղ գործել, ավելի շատ խրվի եւ այլևս այդ կործանված հոգին իրեն բաժին դառնա։ Այդպիսով չարը վրեժելուց ըստ իրեն Աստծուց